Թույլ որոշ դիտարկումներով կիսվեմ ձեզ հետ, նախ առաջի հերթին արձանագրենք, որ ընդհանուր առմամբ ընտրություններում լարվածության մթնոլորտ կամ, չգիտեմ, ինչ-որ լուրջ այնպիսի առճակատումներ, այդպիսի ընդհարումներ եւ այլն չենք արձանագրում, այսինքն ես նույնիսկ կարող եմ ասել, երևի թե արդեն սովորել ենք, որ ընտրությունները դա ուղղակի միջոցառում չի, այլ ուղղակի երևույթ է, որը կազմակերպվում է։ Սա մեկ, բայց որոշ ընտրական տեղամասերում մենք արձանագրում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի այդ քվեարկության սենյակի մակերեսը չի համապատասխանում ընտրողների թվին, այսինքն մակերեսը այնքան փոքր է, որ եթե հաշվի առնելով նաև ընտրողների թիվը եւ հնարավոր, ասենք թե հաճախությունը ինքը չի ապահովի, որպեսզի իրապես այդտեղ կուտակումներ չլինեն, սա մեկ։ Երկրորդը հանձնաժողովների հետ կապված, ուրեմն հանձնաժողովները չեն կարողանում լիարժեք տիրապետել այն տեսակետից, որ գոնե տեղամասային ընտրական հանձնաժողովի անմիջապես հարակից տարածքում, իսկ մենք արձանագրել ենք այդպիսի դեպքեր, նույն մարդը կամ նույն մարդիկ շարունակաբար երկար ժամանակ կարող են գտնվել տարածքի մոտ, եւ դա ըստ էության գնահատում են որպես ընտրողների ուղղորդման հնարավոր տարբերակ։ Այդ հայտնի այդ տասովչիկների երևույթը ցավոք սրտի դեռևս ուրեմն մնում է օրակարգում։ Եվ այս առումով նաև ոստիկանության ծառայողները, որոնք պարտավոր են, որտեղ ինքը հսկողություն է իրականացնում եւ երբ որ տեսնում է, որ նույն անձը շարունակաբար գտնվում է տարածքում, պետք է ինքը հեռացնի, ոչ թե սպասի հանձնաժողովի ուրեմն նախագահի ցուցումին, սակար եւ մենք որոշ տեղերում նաեւ արձանագրում ենք, որ գիտեք, ասենք դիտորդական վստահված անձ, երբ որ ընտրական տեղամասում է գտնվում, պետք է անպայման գրանցված լինի, արձանագրում ենք, որ կարող են լինել դեպքեր, որ վստահված անձը կամ դիտորդը գրանցված չի, իհարկե դա էլի տեխնիկական այն բնույթի հարց է, որ պետք է հսկի հանձնաժողովի նախագահը, այսինքն հանձնաժողովները այս առումով եւ հնարավոր կուտակում փոքրաթիվ թեկուզ եւ նաեւ չգրանցված անձանց ներկայությունը հանձինս դիտորդի կամ վստահված անձի եւ նրանց տարածքից հեռացնելու այս առումով դեռևս թերանում են։ Անգամ մի հանձնաժողովի մեկականատես եղանք, ես ընդամենը դուրս եմ եկել դիտարկել տարածքի շուրջ, գալիս եմ տեսնում ինձ արդեն բանը գրանցելա, որ ես դուրս եկած եմ, ասենք թե այն դեպքում պետք է ուղղակի հաղորդեմ, որ ես տարածքը թողնում եմ, այսինքն կարողությունների առումով իհարկե թե իրավապահմաններ, նկատում են ոստիկանություն եւ հանձնաժողովները պետք է դեռևս ուրեմն այդ ուղղությամբ ահագին աշխատանք տարվի, որպեսզի տիրապետեն ընտրական գործընթացին։ Իսկ օրինակ տվյալ պարագայում ինչ իմանա, մոռացել եք զգուշացնել, որ դուրս եք գալիս, թե ուղղակի դուրս եք արձանագրումա ձեր դուրս գալը։ Շատ ճիշտ է, ինչպես ընտրողների դեպքում պետք է հանձնաժողովը շատ հստակ բացատրի անդամը, երբ որ ստանում է քվեարկատիրը քվեարկության կարգը։ Նման կերպ էլ նաև հանձնաժողովի տվյալ դեպքում քարտուղարը, որը գրանցում է դիտորդին կամ վստահված անձին, պետք է ամեն անգամ զգուշացնի, եթե ընտրական տեղամասը թողում եք, ապա հայտնեք, որպեսզի դուրս եք գալիս եւ առաքելությունը ավարտում եք։ Այսինքն, այստեղ ընտրական հանձնաժողովը պետք է անընդհատ այդ աշխատանքը, բացատրական աշխատանքը կատարի, որը չի արվում։ Եվ մի ճշտող հարցեր նշեցիք, որ շատ ընտրատեղամասերում տարածքը մակերեսը փոքր է եւ ավտոմատ կուտակումներ են ստեղծում, բայց ընտրատեղամասեր հիմնականում դպրոցներն են լինում, մանկապարտեզները կամ մշակութային ինչ-որ օբյեկտներ, տվյալ պարագայում, երբ որ հատուկ տենց տեղ չկա ընտրությունների համար կառուցված, որի չափը կլինի օրինակ ընտրողների համապատասխան, ոնց պիտի անեն, որ մակերեսը լինի համապատասխան ընտրողներին։ Ժողովուրդ, մենք հարցն ենք բարձրացնում եւ հետեւաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական տեղամասերի տարածքները որոշելու ժամանակ պետք է այդ հաշվի առնել։ Եթե այդ միշտ կա հնարավորություն, գոնե այս վաղաշաբաթ, խոշորացած համայնքում նման տարածքների արկայություն կա, ես հստակ եմ ասում, բայց գոնե ասենք այդ մանկապարտեզի մի փոքր սենյակում չանեն, գոնե այդ միջանցքը կարող են տրամադրել։ Նկատի ունեմ այս տեխնիկական բնույթի հարցերը, որ պետք է անպայման հաշվի առնել, որ չազդի բովանդակային գործընթացի վրա, սա եմ ասում։